Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ, եթերում ծովից ծով փոդքասթն է, ձեզ հետ Ռուբեն Մելիքյանն է եւ Աղասի Ենոքյանը, ես Երևանից, Աղասին Կալիֆոռնիայից, այս շատ բարդ շաբաթվա ամփոփումն ենք փորձելու իրականացնել եւ հատուկ ուզում եմ նշել, որ այս հաղորդումը մենք ձայնագրում ենք հունիսի 14-ին ժամը 13:00-ի սահմաններում եթերը հեռացակվելու հաջորդ օրը կիրակի, ինչպես միշտ ժամը 20:00-ին Երևանի ժամանակով, ուստի այս ժամից հետո տեղի ունեցող իրադարձությունները, իսկ իրադարձությունները շատ արագ են զարգանում, մենք չենք քննարկել, չենք կարող քննարկել, դա խնդրում եմ հաշվի առնել։ Ողջույն Աղաս։ Ողջույն Ռուբեն ջան, ողջույն սիրելի դիտողներ, ուղղակի կարծում եմ, որ հիմնական հետևությունները, որ հիմա մենք կարող ենք անել, հիմնական քննարկումները երևի էապես չեն փոխվի այս մեկ այսօրվա ընթացքում մինչև Դե ամեն դեպքում չես կարող իմանալ, 2 օր առաջ մենք չգիտեինք, որ իրենց բնակարաններում քնած ֆիզիկները Իրանի ռազմական ղեկավարությունը տենց մի քանի րոպեվա մեջ Իսրայելի կողմից հատուկ գործողությամբ այդ մարդիկ սպանվելու են, որը հիմք հանդիսանա նոր պատերազմական գործողությունների, այսինքն ոչ թե նոր, այլ ինձ թվում է սա պետք է դիտարկել նաև երկար համատեքստում, սրա մասին ենք իհարկե խոսելու, չենք կարող չխոսել, այնքան ինչքան որ հնարավորություն ունենք խոսելու, ոչ ես, ոչ պարոն Ենոքյանը այսպես մերձավոր արևելքի մասնագետ չենք եւ մեր դիտարկումները զուտ այսպես դիտարկեք որպես ավելի հանրային գործիչների դիտարկումներ մեր ազգային շահի դիրքերից երևի թե չէ Աղաս թե այս ընթացքում դու տես մերձավոր արևելքի մասնագետ չես դարձել չէ ես դերակ չէի հա եւ նաեւ անպայման քննարկելու ենք ներքաղաքական իրադարձությունները որտեղ այս շաբաթ նաեւ կարեւոր ներքաղաքական իրադարձություններ էին շարունակվող հարձակումը հայ-առաքելական եկեղեցու դեմ եւ իմպիչմենտի գործընթացը բայց սկսենք իհարկե Իրանից ես չեմ դարձել ոնց որ ասացիր մերձավոր արևելքի մասնագետ որովհետեւ ասում են Վոստոկ զելը տոնկե դրա համար պետք է լրջապես խորանալ այդ երևույթների մեջ ամեն դեպքում ես կուզեմ հիշեցնել ամենահիմնական առանձնահատկությունները այս հարձակման ուրեմն առաջինը այն էր որ առաջին հարվածը շատ հզոր էր Իսրայելի Աստորեն գլխատվեց ամբողջ ռազմական ղեկավարությունը եւ հիմնական այդ գիտնականները, հիմնական ինժեներները, ովքեր որ աշխատում էին միջուկային զենքի վրա, ինչպես նաեւ միջուկային զենքի կամ միջուկային հարստացման, նման չգիտեմ, ուրեմն երկու կենտրոններից մեկը ոչնչացվեց երկրորդի վրա հարձակումները կարծես թե լուրջ վնաս չեն պատճառել եւ ուրեմն միանգամից Իրանի հակաօդային պաշտպանության համակարգին շատ լուրջ վնաս հասցրեց այս երեք հիմնական բլիցկրիգային տրամաբանություններ գործում այո եւ որում նմաններ էս առաջին հարձակումը այս ուկրաինացիների կիրառած այդ սարդոստային գործողությանը, այսինքն այդ անօթաչու թռչող սարքերը թռան նաև Իրանի տարածքում, հա, գաղտնի գտնվող բեռնատարներից, ամեն դեպքում շատ հզոր հարված էր, բայց Իրանը կարողացավ բավականին արագ հավաքվի եւ ուրեմն տվեց համապատասխան արձագանք հակահարված Ես կարևոր առանձնահատկությունը այս պատերազմի այն է, որ կարծես թե ուսանողացող թե առաջ անգամ կողմերը նպատակ չունեն միմյանց տարածք մտնելու, այլ ամբողջապես գնում է ուրեմն օդային, հա, բալիստիկ պատերազմ։ Այսպիսի պատերազմ է գնում, որ լրիվ նոր խոսք է ուրեմն ռազմական, հարաբերս ռազմավարության մեջ։ Ես ուզում եմ այս պատերազմական գործողությունները համատեքստի մեջ մենք դնենք, իրականում ոչ թե տարիներ, այլ տասնամյակներ, առնվազն 1.5 տասնամյակ
մենք անընդհատ լսում ենք ռազմավարական պլանավորման տեսանկյունից, որ արևմուտքը Իսրայելի դրդմամբ կամ Իսրայելի շահերը սպասարկելու տեսանկյունից Ամերիկայի Միացյալ Նահանգների ինչ-որ առումով մասնակցությամբ, այդ մասը չեմ կարող ասել, այս դեպքում եղել է թե չէ, փորձում են օղակ սեղմել Իրանի շուրջ, որպեսզի այսպես մի բան անեին։ Այ օրինակ, եթե Սիրիան չլիներ հակադիր բևեռի վերահսկողության տակ, կարճ ասած, եթե Սիրիայի տարածքը Իրանը կարողանար արդյունավետ վերահսկել, ապա ենթադրում եմ այս հարվածները այսքան անսպասելի լինել չէին կարող, որտեղ շատերն էին ասում, որ նաև այսպես տարածքի կրճատման խնդիր է լուծում Իրանի Սիրիայից դուրս մղել է, այսպես ասած, այսինքն կարելի է հասցնել տարբեր տեսակի զինատեսակներ Իրան շատ ավելի կարճ ժամանակում, ինչը հնարավորություն չի տա նրանց պաշտպանվել, ինչը մենք տեսանք։ Այսինքն այն ինչի մասին խոսում են 10, 15, 20 տարի, մենք արդեն տեսանք։ Այդ գաղտնի հարվածը, այդ ծածուկ հարվածը, այդ անսպասելի հարվածը արդեն հասցվեց հունիսի 12-ի լուսադեմին։ Եվ հիմա մենք նոր իրականության մեջ ենք, ես այդպես եմ տեսնում։ Ուրեմն կարևոր մի փաստ էլ նշենք, որ որպես շատ էական նախապատրաստական քայլ էր Իրանի պրոքսիների տարածաշրջանում վերածվելը, այսինքն Սիրիան այդ համատեքստում է ասում, Հեզբոլլահ եւ այլն, հա։ Սիրիան, Հեզբոլլահը, փաստորեն նրանք չեն կարող ընդհանրապես արձագանքել, իսկ մյուս պրոքսին, որը որ Եմենն է, հիմա բավականին անատամ թույլ պատասխաններ տվեց, որովհետև նա նույնպես ուրեմն էապես թույլացել է այս ընթացքում։ Այսինքն այս սա մենք չդիտենք որպես հերթական, այլ դիտենք որպես մի պատերազմական գործողություն, որը նախապատրաստվել է բազմաթիվ այլ ռազմական գործողություններով։ Սա է հարցը։ Այսինքն մենք հիմա գալիս ենք կինոյի ֆինալին, ասենց ասած։ Մենք դες տարբեր սեզոններով եկանք, Հեզբոլլահ, հետո Սիրիա, հետո, ոչ թե հետո, այլ անընդհատ այդ հուսիտների Եմենի վրա հարձակումներ, հիմա եկանք հասանք Իրանին, պետք է հասկանալ, թե ինչքան է Իրանի ժողովրդի տոկունությունը, այդքան որ մենք լսում ենք 5000 տարվա մշակույթ իր ամբողջ տրամաբանությամբ, ինչպես է դա դրսևորվելու եւ իրականում այստեղ տենց մի քանի բաղադրիչներ կան, որոնցից կարևորը ընդհանրապես Վաստոկ Ձելտոնկը իհարկե տենց հիմա ոչ մասնագետի աչքով եմ ինչ-որ բաներ նկատելու, կարող ասածներս խելքին այնքան էլ մոտ չեմ, բայց ոչինչ թող ռեսպեկտել տեցը լինի։ Ամեն դեպքում ես տեսնում եմ թե Իսրայելի եւ թե Իրանի կողմից նաեւ միֆոլոգիաների կռիվ, այսինքն ինչ որ գործողությունների մեջ ինչ որ նշանաբանություն եմ տեսնում։ Օրինակ ժամը Իսրայելի կողմից այդ հարվածի հասցման լուսադեմից առաջ ինչ որ միտեղ ես տեսա, ինչ որ մեկներ կարծիք ասում, հետո ստուգեցի, փաստորեն այդպես էր, հրեական մտածողության մեջ Աստծո միջամտությամբ թշնամուն հարված հասցնելու ժամը լուսադեմից առաջ է։ Դա մասնավորապես պայմանավորված է այն պատումով, երբ որ Մովսեսը ժողովրդին հանում էր, կարմիր ծովի հատակով, հետո փարավոնի զորքերը գալիս են, այնտեղ ինչ որ տես տարբեր պատմություններ եւ ուղիղ ֆիքսված է Ելից գրքում, որ Աստծո հարվածը հասցվել է լուսադեմից առաջ, այսպես կոչված այն ժամանակվա ժամով ասած, գիշերվա վերջին պահին։ Գիշերվա վերջի պահ ասելով հասկացվում է գիշերը 3 մասի ենք բաժանում, վերջի հատվածը, էլի գիշերվա։ Այսինքն այս հոգեբանական մասն էլ կա, որ սա տեսեք մեր կողմից իրականացվում է, այո, մեր ձեռքերով է, բայց սա Աստծո հարվածն է մեր թշնամիներին։ Նույն տրամաբանությունը նաև Իրանի կողմից նրանք այսպես այս խատալոգիական ձևակերպումներ են տալու, այսինքն վաղճանաբանական, որ մենք չեն վախենում, մենք իրանք պատրաստ են մինչև վերջ գնալ եւ հիշենք, որ ի տարբերություն սուննի իսլամի, շիա իսլամը սպասումների մեջ է, ինչպես քրիստոնյաները Փրկչի երկրորդ գալուստին են սպասում, այդպես էլ շիաները սպասում են իրենց այո 13-րդ
ծածուկ իմամին, ինչ որ տես բաներ եւ աշխարհի վերջի հետ կապված իրանք մեծ հաշվով խնդիր չունեն հոգեբանական առումով, էլի որ այն ինչ ա եղել որ այսինքն ստեղ մենք ունենք նաեւ երկու մեծ նշանաբանական համակարգեր, միֆոլոգիաներ, որոնց դրսևորումները տեսնում ենք առաջի հայացքից ոչ մի խնդիր չունեցող, այսինքն որևէ խնդիր չէր լինի, որ կեսգիշերին այդ հարվածը, չգիտեմ, ոչ թե որևէ խնդիր չէր լինել, հնարավոր էր կեսգիշերին լիներ, ժամանակը ավելի երկար լիներ, մինչև գիշերվա վերջը։ Բայց այն լուսադեմից առաջ է հարվածը հասցվել ու այս տրամաբանությունը դրվել այդ տեսեք, Աստված հրյաների թշնամիներին հարվածը հասցնում է լուսադեմից առաջ, sense մոտարապես։ Ես երկու բան ավելացնեմ, այդ ժամի հետ կապված, հա, ուրեմն հետաքրքիր է, որ ես չգիտեմ մեր մոտ հայկական միֆոլոգիայում այդպիսի բան կա, չէ՞ որ դժբախտորա ուրբաթ ամսի 13-ը, ես չգիտեմ Իրանում կա այդպիսի բան թե չէ, բայց հենց այդ օրը փաստորեն սկսվեց պատերազմը։ Իսկ երկրորդ հետաքրքիր պահը այն է, հետաքրքիր է իսկապես նաև այն ասենք, որ ուրբաթը սուրբ օր է մուսուլմանների համար։ Ուրբաթն է սուրբ օրը։ Այո, եւ ուրեմն շաբաթը հրյաների համար, հրյաների համար եւ հետաքրքիր է, ուրեմն շաբաթը իրենք կպահպանեն, թե շաբաթ օրով իրենք կշարունակեն հարձակումները, հա, արդեն այսօր կտեսնենք ուրեմն ինչպես է լինում։ Լավ, ինչեւէ, ուրեմն ինչ է ուզում ասել, փաստորեն Իսրայելը իր առաջ երկու խնդիր է դրել։ Առաջինը գլխատել ամբողջ միջուկային զինանոցը եւ այդ առումով է հենց հարվածները մեր սահմանին մոտ, հա, Թավրիզի տրվող հարվածները, որտեղ որ գտնվում են որոշակի ռազմական եւ միջուկային վերանշանական օբյեկտներ, Սպահանի վրա հարձակումը։ Եվ երկրորդ խնդիրը, որ դրել է իր առաջ, դա Իրանի ռեժիմի փոփոխությունն է եւ Նեթանյահուն անձամբ այդ առումով դիմեց ուրեմն Իրանի ժողովրդին, թե բավական է Խամենեիների, հա, իսլամիստների ռեժիմը գցեք ձեր վրայից, ազատ ժողովուրդ եք դուք իրանցիներ եւ այլն։ Այսինքն այս երկու հիմնական խնդիրն է իր առաջ դրել։ Ասենք իսկ Իրանի պատասխանը, ասենք հիմա հիմնականում հարվածել Իսրայելին, բայց ենթադրվում է, ավելի շուտ ասենք չի բացառվում, որ Իրանը կարող է լայնացնել իր գործողությունները եւ կարող է հարվածել նաեւ տարածաշրջանում ամերիկյան բազաներին, որովհետեւ նրանք մի կողմից հայտարարեցին, որ Ամերիկան էլ է այս ամեն ինչին մասնակցում, մյուս կողմից մի քիչ անհասկանալի է հիմա վերջապես, վերջականորեն Իրան-ամերիկյան բանակցությունները տապալվել են, թե դեռ կա ինչ-որ հույս, բայց այնուամենայնիվ ամերիկյան բազաներին հարվածելու վտանգը չի վերանում, որոշակի կասկածներ կան, բայց ես կարծում եմ դա իրականություն չի դառնա, թե նրանք կարող են հարվածել նաև Ամերիկայի դաշնակիցների ռեգիոնում, եւ իհարկե շատ կարևոր խնդիր է, որ նա կարող է փակել Օրմուզի նեղուցը, ինչը շատ մեծ խնդիր կստեղծի ամբողջ աշխարհի համար։ Ասեմ, որ ասենք Չինաստանին մատուցվող, Չինաստանին մատակարարվող նավթի ու հեղուկ գազի շուրջ կեսը հենց Հորմուզի նեղուցից է դուրս գալիս։ Մենք արդեն տեսնում ենք, որ նավթի գները կտրուկ աճել են, հա, եւ սա կարող է շատ մեծ ազդեցություն թողնել ամբողջ աշխարհի վրա, հա, եւ տնտեսական, եւ քաղաքական, կարծում եմ նաեւ ռազմական տեսանկյունից։ Դե մեր մասով արագ ասենք, մենք ցավոք սրտի ներկայիս իշխանությունների պատճառով վաղուց դադարել ենք գործոն լինելուց եւ ինչ որ առումով հանգամանքների բերումով կարող ենք միայն հանգամանքների վրա կարող ենք հույս դնել եւ այս տեսանկյունից երկու կարեւորագույն գործոն կա, որը վտանգների ռիսկերի մեջ է, առաջինը այդպես դասագրքային բաներ եմ ասում, էլի առաջինը ռադիացիայի խնդիրն է, հանկարծ այս ամեն ինչի պատճառով, եթե ռադիացիայի հարց առաջանա, մեր երկիրը դրան շատ մոտ է եւ մեծ խնդիր կարող է առաջանա, եւ երկրորդը փախստականների հոսքի առումով երկուսն էլ լուրջ խնդիրներ են, որ ես տենց ոչ թե կասեմ չգիտեմ դա դիտարկվել է թե չէ, այլ վստահ եմ, որ ոչ դիտարկվել է, ոչ էլ չգիտեմ ինչա լինելու, եթե հանկարծ տենց լինի։ Այդ վերջինն ավելացնեմ, որ Ադրբեջանը օրինակ դրան պատրաստ է եւ ըստ հրապարակումների այնտեղ պատրաստ են ընդունել
փախստականներ, թեյով հյուրասիրել, հետո տեղավորել, ես եմ ինչ, սա, բայց ես ուզում եմ կարևոր հարց էլ ավելացնել, հա, գաղտնիք չի, չէ, որ մեր սահմանների 80%-ը թշնամի երկրների հետ է, եսի նկատի ունեմ, ուրեմն Ադրբեջանը և Թուրքիան, մնում է ուրեմն երկու փոքրիկ ծակ, երկու փոքր միջանցք, Վրաստան և Իրան, մենք տեսնում ենք, որ Վրաստանը անհասկանալի կերպով հայկական բեռնատարերը կանգնացնում է և մինչև հիմա որովե հոդաբաշխ պատասխան չի հնչել կառավարությունից, թե որն է պատճառը։ Փաստորեն Հայաստանում հիմնական էքսպորտը դեպի Ռուսաստան իրականացվում է Վրաստանի տարածքով և վրացիները արգելում են մեր գյուղմթերքները խոչընդոտներ են ստեղծում, սենց ասած։ Պատճառների մասին դեռևս որևէ բան չի ասվել։ Դե հիմա նորմալ ղեկավարություն ունենային, կզբաղվեին, արագ կլուծեին։ Այդ մասին է խոսքը։ Եվ հիմա ուրեմն կա նաև այն մասին խոսք, որ Բանդեր-Աբասին են հարվածել, այսինքն մեր մյուս ելքի ճանապարհը Իրանի միջոցով, հա, կարծես թե դա էլ է փակվում, այսինքն մենք հայտնվում ենք կլոր ամբողջական շրջափակման մեջ։ Նու հələ հեռու ենք դրանից, որտեվ այնուհանդերձ Վրաստանը մեզ չի, որ երևի թե լուծելի են խնդիրները, իսկ ամեն դեպքում այդ առումով էլ վիճակը վատանում է ապրանքներ ներմուծելու առումով։ Այո, կտրուկ վատանում։ Եվ արտահանելու։ Լավ, դե սրա մասին չգիտեմ, էլ ավել բան մենք կարող ենք ասել, թե չէ, ես ինքս ասեմ, թե ում եմ հետևում, ես հետևում եմ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան էջին, անկեղծ ասած ավելի շատ վստահում եմ նրա վերլուծություններին, քան այս իշխանությունների ինչ-որ վերլուծական կենտրոնների, որոնք, չգիտեմ, ունեն այդքան պրոֆեսիոնալիզմ և ունեն այդքան ազնվություն, որպեսզի հանրությանը ներկայացնեն անկեղծ վերլուծություններ, ամեն դեպքում ես նաև կոչ կանեմ հետևել Վարդան Ոսկանյանի տելեգրամյան էջին, որը անընդհատ թարմացնում է, անընդհատ վերլուծություններ է նշում, ուրեմն տեղադրում, երևի թե այսքան է իմ մասով, եթե Իրանի, Իսրայելի հետ կապված լրացուցիչ բաներ ունես ասելու, Չէ, ես մի բան եմ ուզում ավելացնեմ Հայաստանի հետ կապված, որ կարծես թե Հայաստանը այս իրավիճակի համար պատասխաններ, մշակված գործողություններ չունի, ամեն դեպքում, ասենք, Իսրայելի հարձակումը դատապարտելուց բացի, մենք ոչինչ չտեսակ, որ Հայաստանի իշխանությունները անում են այս պատերազմը սկսելու հետ կապված, սկսելու առնչությամբ եւ այլ։ Հա, այդ կարևոր բան ասեցիր, օրինակ ես տեսա ՀԱԿ-ի հայտարարությունը, որտեղ որ օրինակ շատ հստակ գործիքակազմ էր նշում, թե ինչ կարող էր անել նորմալ կառավարությունը։ Օրինակ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի այդ արտահերթ նիստի նախաձեռնող հանդես գալը, օրինակ հայտարարելը, որ Հայաստանի տարածքը որևէ կողմից չի օգտագործվի մյուսի դեմ։ Մի խոսքով, սենց ինչ-որ բաներ էր գրած, ես տենց առաջի հայացքից շատ գրագետ բաներ էին, բայց ես չնկատեցի օրինակ դրանցից մեկը, որ այս իշխանությունների կողմից արվի, ոնց հասկանում եմ իրանց հիմնական այսպես ակտիվության գործոնը դա ներքաղաքական հարցը, դաժե ներքաղաքական էլ չէ, հայկականությունը կազմաքանդելուն ուղղված գործողություններն են, որտեղ իրանք շատ ակտիվ են եւ բնականաբար այնքան են զբաղված հայ առաքելական եկեղեցու դեմ գործողություններով եւ ժամանակ էլ չունեն, որ տենց հարցերով զբաղվեն, ինչպիսին տարածաշրջանային մեծ պատերազմի մեծագույն վտանգն է եւ արդեն որոշակի առումով իրականությունը։ Ես մի զարմանալի բան ասեմ, հա, հիշում ես անցած անգամ մենք երբ որ խոսում էինք, ասում ենք, որ եթե impeachment-ի գործընթացը ձեռնարկվի, ուրեմն իշխանությունների ուշադրությունը կարող է շեղվի եկեղեցուց եւ նրանք զբաղվեն, ասենք իրենց աթոռը ամրացնելու խնդրով, հա, impeachment-ով։ Մենք տեսանք, որ դա տեղի չունեցավ։ Փաստորեն երկու ալարկոտ բան արեց Նիկոլը, ուրեմն ազգային ժողով մտավ, Հայաստան խմբակցության ղեկավարի եւ քարտուղարի քրեական գործ հարուցելու այդ հարցով, հա, եւ ուրիշ կարծես թե դողությամբ ոչ մի բան չարեց, ելի շարունակում է եկեղեցու նկատմամբ այդ վայրահաճությունը։ Հիմա ես չգիտեմ,
Իսկապես նրանք այդքան կենտրոնացած են եկեղեցու վրա, որ իրենք այդքան կենտրոնացած են կաթողիկոսին հեռացնելու խնդրին, այնքան որ իրենց աթոռի ամուր լինելը շատ չի հետաքրքրում, թե իրենք իսկապես համոզված են, որ անդեմությունը չի կարողանա միավորվել եւ չի գնա իրենց դեմ որևէ քայլերի, իրենց ձեռքերը ազատ են եւ իրենց թույլ կտա ամեն ինչ անել Հայաստանի տարածքում բոլոր տեսակի հակահայ գործողությունները։ Դե տես, այս սա է հարցը։ Մեր դատողությունները, կարծում եմ, իմ մասով ամենայն դեպս, կարծում նաև քո մասով եւս հիմնված էին նրա վրա, որ իմպիչմենտի գործընթացը մասնավորապես տեխնացուի առաջադրմամբ շատ արագ հաղթահարելու է երկու ֆրակցիաների ստորագրությունների հավաքագրման փուլը եւ տեսնելու ենք, թե որ ուղղությամբ է զարգանում փողոցային պայքար, թե այսինքն թե չէ, փողոցային պայքարը անխուսափելի է, հա։ Այսինքն այս քայլը պետք է արագ լիներ, որպեսզի այս օրակարգը դառնար շատ ավելի հաստատուն եւ գերակշռեր օրինակ ցանկացած այլ ներքաղաքական օրակարգ, բայց անձամբ իմ համար զարմանալիորեն այս երկու օրա ինչ որ ստորագրությունների, թերթիկների ինչ որ հարց բարձրացավ, որը որ вообще տես չպետք է լիներ, էլի։ Առավել եւս որ Հայաստան խմբակցության ես հատուկ նայել եմ տարբեր ներկայացուցիչների շատ հարգված ներկայացուցիչների խոսքը որոշակի հակասություններ է պարունակում։ Հիմա ի վերջո այդ ձևաթուղթը մասակազմում պատիվ ունեմ խմբակցության կողմից ներկայացված փաթեթի, որը ներառում է ստորագրություններ եւ հետո այդ ստորագրությունները պետքա շարունակվեին, թե մաս չի կազմում ինչ որ առանձին բանա, թե ինչա լավ ես չեմ պատկերացնում։ Փաստն է նա, որ որոշակի հակասություն եմ ես անձամբ նկատում դաշնակցական падգամավորների եւ ոչ դաշնակցական падգամավորների Ռոբերտ Քոչարյանի, այսպես թևի, եթե այդպես կարելի է ասել, падգամավորների խոսքի միջև, որը որ ենթադրում եմ, որ ավելի շատ իրար թյուրիմացության կարելի է նաև արդյունք համարել։ Դա շատ հետաքրքիր է, կարող ես ավելի մանրամասն ասել։ Դե ասեմ, օրինակ Ագնեսա Խամոյանին եմ լսում, Քրիստինե Վարդանյանին եմ լսում, մի դեպքում օրինակ Քրիստինե Վարդանյանից ես այդպես հասկացա, հիմա ես ինչ որ ասում եմ, իմ հասկացածն եմ ասում, եթե հանկարծ ինչ որ մի բան սխալ եմ հասկացել, ներողություն եմ խնդրում, հաջորդ հաղորդմանը պատրաստ եմ ուղղել, բայց ես այդպես եմ հասկացել, որտեղ բավական միանշանակ էր, որ Քրիստինե Վարդանյանի ասածն է, որ այո, մենք ստորագրում ենք եւ ստորագրել ենք Դավիթ Համբարձումյանին տեխնացության, ձևաթղթի կամ փաթեթի ներքո։ Ագնեսան արդեն այդպես չի ասում, ասում է դե հաշվեք որ դա կա, չէ որ պետքա 54 ստորագրություն լինի, նոր ինչ որ գործողություններ լինի, հիմա հաշվեք դա կա, գնացեք այդ մնացածների հետևից, հետո նոր տեսնենք այս ինչա լինում, այսպես մոտավորապես էլի։ Այսինքն մի դեպքում ֆիքսվում է որ այո դա այդ 6-ին գումարած է, այսինքն իրավաբանական առումով այդ ստորագրությունների ներքո է, մյուս դեպքում դա չի ֆիքսվում։ Առնվազն սա կարող եմ ասել։ Հիմա ասածս ինչ է, իմ պատկերացմամբ այստեղ պետքա մի հատ հասկանալ, թե ի վերջո դիրքորոշումները հստակեցնել։ Եվ այստեղ ես կարծում եմ պետքա հիմք ընդունել եւ այսօր արդեն դա փաստ է, քաղաքական գործընթաց սկսելուց հետո բոլոր այս գործընթացի հետ կապված թե քաղաքական պատասխանատվությունը, թե քաղաքական որոշումների պատասխանատվությունը ես ինքս ընկալում եմ, որ դա պատիվ ունեմ ֆրակցիանա եւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որը հրապարակավ նաեւ պատասխանատվությունը ստանձնել այս գործընթացի համար։ Եվ այս տեսանկյունից ես օրինակ հիմնեմնիմի եթերով լսեցի Հայկ Մամիջանյանի խոսքը եւ բավական համոզիչ էր այնտեղ մանրամասն ներկայացվում էր, ով չի լսել խորհուրդ կտամ վերջին հիմնեմնիմի եթերը նայել, որտեղ որ մանրամասն ներկայացվում է, այստեղ իրավաբանական բաղադրիչ կա եւ քաղաքական բաղադրիչ կա, դրա համար իմ նույն բաները չեմ ուզում ասել, այսինքն ոչ թե ես չեմ ուզում ասել, այլ ուղղակի դա ներկայացնում էր այն ֆրակցիայի ղեկավարը, որը որ այս գործընթացի քաղաքական նաև պատասխանատուն է։ Եվ մի բան էլ ավելացնեմ այստեղ, ինձ թվում է, ես ենթադրում եմ, որ այս հարցը հնարավոր է լուծել դիրքորոշումները հստակեցնելուց հետո եւ դիրքորոշումների հստակեցման արդյունքում ի վերջո մենք կհասկանանք այսպես մածունը սև է, թե մածունը սպիտակ է, աչ են գնում, թե ձախ են գնում, ամեն դեպքում իմպիչմենտի գործընթացը, դա այն գործընթացն է, որը իմ սրտովային տեսանկյունից, որ ես 2026-ին սպասողների
հոսանքին չեն պատկանում։ Եվ ես ուզում եմ ինչ-որ գործողություն։ Դրանցից մեկը impeachment-ն է։ Հիմա եթե այլ տարբերակ կա, пожалуйста, թող մյուս ֆրակցիաներ կամ մյուս գործընկերներ այլ տարբերակ առաջարկեն, սեղանին այս պահին դրված է միայն impeachment-ը եւ մենք դրա մասին կարող ենք խոսել։ Մի բան էլ ավելացնեմ եւ քեզ լսեմ, որ այս գործընթացը ես կարծում եմ պետքա զերծ մնա վիրավորանքներից, պիտակավորումներից։ Սա իմ այսպես համոզմունքն է, որ դա որևէ կերպ չի օգնում այս գործընթացին եւ շատ կուզեի, որ հանրային խոսքում մենք չտեսնենք վիրավորանքներ եւ պիտակումներ։ Այսքանը։ Ես կուզեմ իմ տեսակետը հայտնել, ես կարծում եմ, որ այդքան էական չէ, թե ինչ թուղթ են ստորագրել։ Ուրեմն էականն է, որ պատրաստակամություն կա ստորագրություններ դնելու եւ այդ ամեն ինչը բարձվելու է այն ժամանակ, երբ որ գեներացվի փողոցային պայքար։ Երբ որ եղավ ուրեմն ժողովուրդը, երբ որ դուրս եկավ փողոց, այդ ժամանակ եւ նույն թղթերը կստորագրեն այդ երկու ֆրակցիաները եւ այդ համոզված են, որ դրանք կմիանան նաեւ որոշակի ԿՊՀ-ական պատգամավորներ, ամեն դեպքում խնդիրը այդ 36 ստորագրությունը չէ, այլ 54 ստորագրությունն է, որին կարելի է հասնել միայն ուրեմն բողոքի ցույցերով, միայն փողոցային պայքարով։ Այսինքն իմ համար այստեղ պարզապես սպասում ենք մեկ փողոցային գործողությունների։ Հասկանալի է եւ ինձ թվում է այս խնդիրն էլ լավ խնդիր ասեմ, այս խնդիրը նաեւ բերեց նրան, որ այս այլընտրանքային օրակարգը չկարողացավ այս պայդրությամբ ամենայն դեպս գերակշռել հայ առաքելական եկեղեցու դեմ ամբողջ միջոցներով տեղեկատվական եւ ոչ միայն տեղեկատվական պատերազմը, բայց այստեղ մի շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ, որը կարծում եմ էական դեր ունեցավ, որպեսզի այդ նիկոլական հարձակումը որոշակի դադար առնի։ Ես չեմ կարծում, որ հարձակումը ավարտվել է, ավելին վստահ եմ, որ հաջորդ շաբաթ, քանի որ քարորիա է լինելու խորհրդարանում, այդտեղ գաստրոլներով հանդես կգա Նիկոլ Փաշինյանը, կարծում եմ այդտեղ մենք կունենանք նոր ալիք եկեղեցու դեմ հարձակման, բայց այս պահին մի քանի օր դադար եղավ, որովհետև ակնհայտ էր, այդ հատուկ եմ ուզում ասել, որտեղ կազմակերպված չէր եկեղեցու կողմից, դա ակնհայտ էր։ Այլ նախաձեռնվել էր հայ առաքելական եկեղեցու դավանորդների կողմից, այո քաղաքական դերակատարների կողմից, առաջինը դրա մասին այո Արթուր Վանեցյանը գրեց եւ կարծում եմ շատ ճիշտ բան արեց, որից հետո դոմինոյի էֆեկտով միացան մարդիկ եւ սրտաբուխ ձևով մի 2-3 ժամվա մեջ գիշերվա կեսին մեկն էլ ես միացա, գնացինք եւ Զվարթնոց օդանավակայանում դիմավորեցինք վեհապարին, ասեմ անկեղծ շատ այսպես հետաքրքիր մթնոլորտ էր այդտեղ, շատ ոգևորիչ մթնոլորտ էր, տեսնում էինք շատ տարբեր մարդիկ, հայ առաքելական եկեղեցու, իսկ դավանորդներ, մարդիկ, որոնք նույնիսկ հրապարակավ իրենց աթեիստ են հռչակել, բայց եկեղեցին դիտում են արժեքաբանական տեսանկյունից, բայց հիմնականում հայ առաքելական եկեղեցու դավանորդներ, քաղաքական մարդիկ եւ ոչ քաղաքական մարդիկ, չգիտեմ, շատ տարբեր հոսանքների մոտեցումների տեր մարդիկ, որոնք միավորվել էին այդտեղ մի քանի ժամվա մեջ նորից ասեմ, մի կարևոր նպատակով, որպեսզի ցույց տանք, որ այդքան որ ինչ որ մարդիկ հայ առաքելական եկեղեցու անունից խոսում են, իրանք չեն հայ առաքելական եկեղեցու դավանորդները, այլ նրանք, ովքեր որ այդտեղ եկել էին եւ շատ ուրիշները։ Եվ այն նիկոլականները, որոնք որ օր-օրի սպասում էին հարձակման մայրաթոռի վրա ֆիզիկական առումով, կարծում եմ սա դրանց համար սսկվելու լավ առիթ էր, որտեղ տեսան, որ եթե 2 ժամում բոլորի համար էր պարզ, որ սա իսկապես ինքնաբուխ էր, այսինքն այնպես չէր, որ նախապես պլանավորված էր, այնպես չէր, որ եկեղեցին կազմակերպել է, դա բոլորը գիտեն, դա իստվա ոչ մեկի համար գաղտնիք չի, այդ ամեն ինչի պայմաններում այսքան արագ մոբիլիզացիա, դա նշանակում է, որ հայ առաքելական եկեղեցին ինչպես հարցումներն են ցույց տալի, շարունակում է պահպանել իր բարձր դիրքերը որպես հեղինակություն ունեցող եւ վստահություն ունեցող հանրային ինստիտուտ եւ դրա պաշտպանության համար մարդիկ շատ արագ կարող են մոբիլիզացվել։ Եվ սա շատ էմոցիոնալ հարց է։
Ես երկու էկլեկտիկ դիտարկում անեմ դրա հետ կապված, հա։ Դու կարծում եմ իհարկե, երբ որ մեր ոսկեբերանը կվերադառնա Պրահայում, չէ՞, մակարծեմ։ Ես շատ իմանամ որտեղ է, ես դրան չեմ։ Ոսկեբերանն էլ արի դրան չասենք, էլի աղբորպես։ Ուրեմն, երբ որ վերադառնա, նա կշարունակի իր հայհոյախոսությունները, ուղղակի հիմա զբաղված է այնտեղ ասած չգիտեմ։ Եվ երկրորդը, գիտես, դու Արթուր Վանեցյանի մասին ասեցիր, եւ շատ երկար դադարից հետո ես որոշեցի նայել, ասեք Արթուր Վանեցյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանը։ Չեմ նայել ես, հա։ Լսի, նայեցի, ես վաղուց չէի նայել ուրեմն Պետրոսի այդ հաղորդումները, խայտառակություններ։ Գիտես, Պետրոսը վատ ժուրնալիստ չէր։ Այն ժամանակ, երբ որ ինքը դեռ Նատաշկա էր, երբ որ Նիկոլը իրան Նատաշկա էր ասում, հա, հարցեր էր կազմակերպում, հաղորդում էր տանում եւ այլ։ Այս անգամ այն ինչ որ ես տեսա, չէ՞, ուրեմն Պետրոսը բացատրի ես որպես չդիտած մարդ, հա, բացատրեմ պրոֆեսիոնալ, Պետրոսը հայտարարված է Հայաստանի համար մեկ ժուրնալիստ է, չէ՞։ Դե հա։ Հարցեր չի տալիս, պարզապես մանիպուլյացիաներ, անընդհատ նույն հարցը, անընդհատ նույն խայտառակություն է, այդպիսի մակարդակի ժուրնալիստիկա ես ուղղակի չեմ պատկերացնում։ Հիմա մի հատ ուրիշ հարց եմ ես ուզում քեզ տալ, մի փոքր շեղվենք, տես Նիկոլը գնալու է Թուրքիա։ Երբ։ Ինչի համար կարծեմ ամսի 20-ին։ Ինչի համար է գնում, որ օրական հայտարարված չի։ Կարծես թե դեմ արդեմ հանդիպում է նախատեսված, ուրեմն Էրդողանի հետ, հա, անհասկանալի է, թե ինչ է լինում, իմ մոտ տպավորություն է, որ գնում է կամ զեկուցելու, թե ինչ արել ես ընթացքում, կամ գնում է նոր առաջադրանքներ ստանալու, որովհետև հիմա կարծես թե ոչ մի պատրաստի փաստաթուղթ չկա, որի համար նա պետք է գնա հանդիպի, բանակցի կամ եւ այլ։ Ես կարծում եմ, այս ընթացքում ուղղակի մեր լրագրողները պետք է բազմաթիվ ուղղակի հարցապնդումներ անեն, որպեսզի այցի։ Այցի օրակարգի։ Դե հրական այդ է, որ մենք վերածվել ենք Թուրքիայից կախվածության մեջ գտնվող մի պետության, դա փաստ է։ Հիմա այն մարդիկ, ովքեր որ 18 թվին Նիկոլ էին անում, այն մարդիկ, ովքեր 21 թվին ձայն են տալի, իմացեք հարգելի քաղաքացիներ, ձեր քվեով Հայաստանը վերածել է այս մարդը Թուրքիայի հպատակի։ Ձեր քվեով դուք եք գնացել պտիշկա դրել եւ ձեր ցեղասպանության զոհ հարազատներին դուք եք պատասխան տալու այն օրը, երբ որ գալու է այն ինչ որ բոլորիս է սպասվում, ոնց եք պատասխան տալու, գիտակցեք եւ տեսեք, թե դուք դրա տակից ոնց եք դուրս գալի։ Դրա տակից դուրս գալու ձևերը կան, ամեն ինչ անելն է ռեժիմը փոխելու ուղղությամբ, ամեն ինչ անելը, որպեսզի ժողովրդավարական ճանապարհով Հայաստանը վերադառնա հայկականության ուղուն։ Այս ամեն ինչը հարգելի այն քաղաքացիներ, որ հիմա մեզ լսում են, որոնք որ հատկապես 21 թվին գնացել, այս պտիշկան են դրել, իմացեք, որ ձեր քվեով հիմա դարձել եք Թուրքիայի հպատակ։ Այդքան բան, այն Սիրիայի այն առաջնորդը, այն նախկին տերորիստը, մորուքավոր, ավելի քիչ է կախված Թուրքիայից, ինչքան ձեր կողմից ընտրած անձը, հարգելի քաղաքացիներ ջան։ Հա, այդ փաստ է։ Նա ինքնուրույնության ինչ որ քայլեր այս վերջերս անում իդեպ, ես այդ եմ նաև միջազգային լրահոսում տեսնում այդ Սիրիայի առաջնորդի տարբերություն սրա, որը որ հակառակը ոչ ինքնուրույնության քայլեր անում։ Բայց վերադառնալով եկեղեցու դեմ արշավի հետ կապված հարցերին, նաև ուզում եմ այն ֆիքսենք, որ ինչ որ առումով եկեղեցու այն տակտիկան, որ չի տրվում ինչ որ քայլերի այդպես ակտիվ գործողություններ չի անում, չի նախաձեռնում, նորից ասեմ, այս բացարձակ եկեղեցու նախաձեռնությունը չէր, ինչ որ տեղի ունեցավ, սա նաև համարեք ինֆորմացված մարդու խոսք, որ դա բացարձակ եկեղեցու նախաձեռնությունը չէր, դա ինչ որ առումով թուլացնում է, որտեվ Նիկոլին ինչ է պետք, ինչ որ մեկը ասի, իրան հակադարձեն, այն ոնց են ասում, տիդուրակ, տիսամդուրակ, որ իրան ուժ է տալի, որ իրան կարողություն է տալու եւ այլն եւ այլն։ Սա է, ինքը այս ընթացքում հասցրեց բացի խոսքից անցնել գործի, ձևավորեց ինչ որ կոմիտե, նշեց, որ ինքը առաջի 10-ին ինքն է նշանակելու, դա ովքեր են տեղյակից։
Դե էս է դա լրագրողներին ասում են ոնց որ ինքն ամեն օր հարցեր տալի, ամեն օր հարց տվեք ովքեր են այդ 10 հոգին ու մեզ նշանակել։ Այդ մարդիկ լինելու են նշանակված են որպես հայ առաքելական եկեղեցու քանդողներ։ Ես կարծում եմ որ դրանց մեջ լինելու են, քանդող բրիգադն է։ Ես կարծում եմ դրանց մեջ լինելու են կարգալույծ հոգևորականներ, այսինքն ոչ թե հոգևորական, կարգալույծներ, ասենց ասեմ, մարդիկ, որոնց որ իրենց սխալ վարքագծի հետևանքով հայ առաքելական եկեղեցու եւ մասնավորապես ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ նրանց զրկել են հոգևոր կարգից եւ արդեն ավազան անոնով են նրանք պարտավոր հանդես գալ, բայց դրանցից մի մասը շարունակում է ոչ միայն իրենց այլևս իրավունք չունենալով հոգևոր անունը կրել, այլև ինչ որ մեկը կա, օրինակ Բուլղարիայում մի հատ եկեղեցի է զավթել, այնտեղ ներկայանում է որպես հայ առաքելական եկեղեցու քահանա եւ արարողություններ անում, համացանցում է երևում հայ առաքելական եկեղեցու հագուստով, նույնիսկ լսել եմ, որ ինչ որ արարողություններ են իրար գլուխ եկած անում, հակականոնադրական վարքագիծ են դրսևորում, այդ մարդիկ շատ չեն, մի քանի տասնյակ են, ընդ որում ոչ բոլոր կարգալույծների մասին է խոսքը, էդ էլ ասեմ։ Ես անձամբ ճանաչում եմ կարգալույծ հոգևորականներ, որոնք ոչ միայն եկեղեցու դեմ դուրս չեն եկել, այլև հիմա ամենայն այսպես ջանասիրությամբ պաշտպանում են եկեղեցուն, դե հիմա գիտեք ինչ շատ տարբեր հանգամանքներ են կյանքում լինում, մարդ կարող է սեփական կամքով դուրս գա, տեսնի որ դա իր հակով չի, այսպես ասած, այդ հոգևորականի կյանքը, մարդ կարող է ինչ-որ սխալ է թույլ տվել։ Ես չեմ խոսում բոլոր կարգալույծների մասին, այդպիսի սխալ տպավորություն անգար չլինի, կարգալույծների մի որոշակի խումբ կա, որոնք չարությամբ են լցված, մենակ իրաց հանրային խոսքը նայեք, այդ չարության, այդ թույնի աշճան արդեն շոշափելի, այսպես նյութականացված չափի է հասնում, այդ մարդկանց միջոցով փորձելու է ինչ-որ բաներ անել, բայց հեշտ չի իրան տրվելու, ինձ թվում է ինքն էլ համոզվեց, հեշտ չի իրանց տրվելու ընդհանրապես։ Մինչև վերջ գնացող մարդկանց բավական մեծ թիվ կա այս հարցում։ Լավ, կարծես թե մեր հաղորդումը մոտենում է ավարտին, ես ուզում եմ ուղղակի մի քանի հետաքրքիր բան ասել, թե ինչ է հիմա տեղի ունենում Միացյալ Նահանգներում։ Խնդրեմ։ Ուրեմն երևի Երևանը լահասել այդ լուրերը, որ Լոս Անջելեսում եւ մի շարք ուրիշ քաղաքներում ուրեմն ներգաղթյալների, անօրինական ներգաղթյալների մեծ ցույցեր են, ուրեմն տեղական ոստիկանության հետ են եղել բախումներ եւ ֆեդերալ զորքեր են մտել։ Բավականին կոպիտ է աշխատում Տրամպը, նա փաստորեն ICE-ին, այդ իմիգրացիոն ծառայությունը փորձում է ցույց տալ, գիտեք, մի քիչ շոուի նման, գնում է այդտեղ այդ տնտեսական խոշոր խանութների մոտ, ոնց որ Երևանում ֆայլա բազարը կա, այդտեղ հավաքված ուրեմն մարդիկ են, գալիս է բոլորի հավաքում տեսնում է ուրեմն գնաներ տանում։ Այդ որում հիմարություն է, քանի որ այդտեղ հիմնականում օրինական մարդիկ են, որոնք որ այդ աշխատողների, սևով աշխատողների բրիգադիրներ են, հասկանում եք, որտեղ անօրինականները անգլերեն չգիտեն, անօրինականները վախենում են դուրս գալ փողոցը, սա այսպեսի, ուրեմն մի քանի սխալ գործողությունների պատճառով մեծ բողոքի ալիք բարձրացրեց եւ նույնիսկ խնդիր առաջացավ, թե զորք մտցնելու իրավունք ունի ինքը թե չէ, Կալիֆոռնիա, որովհետեւ Գևին Նյուսոմը հանգապետը Կալիֆոռնիայի նշում է, որ դա իր իրավասությունն է, ինքը պետք է դիմի այդպիսի խնդրանքով, որպեսզի զորք մտնի։ Այլև այս ամեն ինչի հետ կապված մի հետաքրքիր բան եղավ, որը որ նույնիսկ Հայաստանում ականատես չենք եղել, ուրեմն մեր սենատորին Ալեքս Պաբիլային փաստորեն խփեցին ասֆալտին, սերնաշղթաներ հագցրեցին եւ այլն, որը որ չտեսնված բաներ կարծես թե Ամերիկայի պատմության մեջ։ Ինչի համար։ Ուրեմն այդ ներքին անվտանգության քարտուղարը, ասուլիսի ժամանակ սա փորձել է հարց տա եւ դրա համար մի գալատ հարց կլինի, դու ինչ-որ բան ես թաքցնում, աղաս։ Դասի եմ ասում։ Տելևիզիոնները նայ։ Այդ աղջիկը նախարարը ասում է բարձր ձայնով սկսեց հարց տալ, ագրեսիվ ձայնով, ասում են թե չեն ճանաչել, որ ինքը սենատոր է, չգիտեմ։ Ամեն դեպքում հետո ներողություն խնդրեցի բացնվեց։ Դե հատերում ես, ինչ ես ուզում, մարդիկ ներողություն է, չէ՞ խնդրել։ Բայց ասֆալտին է խփել սենատորը։
դա ցույց տվում է, խորապես են ներողություն խնդրել երևի համար։ Нам бы ваши проблемы, ոնց որ ասում են։ Нам бы ваши проблемы։ Ես բանը էլի մեր խնդիրներից, որ դուք շաբաթ օրը երևի ականատես կլինեք, դա ուրեմն Թրամփը որոշել է իր ծննդյան օրը նշի մեծ ուրեմն ռազմական շքերթով մենք կտեսնենք հսկայական գումարներ է դրան հատկացված, մենք կտեսնենք ուրեմն այդ շքերթը ինչպես է անցնելու, անունը դրել է, թե դա ամերիկյան, կարծեմ ամերիկյան բանակի կազմավորման 250-ամյակին է նվիրված թե ինչ, իրականում շաբաթով, մի քանի ժամանց, տեսնենք ուրեմն բավականին հետաքրքիր միջոցառում։ Մեր դիտորդներին խնդրենք, ովքեր որ այդ հնարավորությունը ունեն, նկարագրության մեջ նշված են բոլոր միջոցները, մեր գործընկերներին, անտիֆեյքի մեր գործընկերներին նյութապես օգնելու մասով, ձեր հանգանակությունների նվիրատվությունների շնորհիվ, որ անտիֆեյքի լրատվականը իր գործունեությունը իրականացնում է, զարգացնում է, տեխնիկապես նոր հետաքրքիր բաներ են անում, եւ խնդրենք լայք դնել եւ տարածել, եթե հավանում եք մեր ոդքասթը, Ծովից ծով ոդքասթը, մենք արդեն ինչ-որ առումով հնաբնակ կարող ենք համարվել, մոտենում ենք 30-րդ թողարկմանը, իսկ դա արդեն կարելի է ասել լուրջ է։ Ես էլ ուզում եմ խնդրեմ, որ մեկնաբանություններում ավելի ակտիվ լինեն մեր դիտողները, որովհետև դա իսկապես մեզ օգնում է, մեզ ուղղորդում է մեր թեմաների ընտրության, մեր ոճի ընտրության տեսանկյունից։ Շնորհակալություն, ստեսություն, մինչ մյուս կիրակի 20:00 Երևանի ժամանակով 9 AM Միացյալ Նահանգների արևմտյան ափի ժամանակով։ Ովքեր ժամանակով։ Ստեսություն ձեզ։